Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անցած տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական տեսանկյունից վերջ դրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմին, եւ մենք արդեն մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, նշել է Ալիևը։ 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը լիարժեք ներդրված է, համակարգից արդեն օգտվել է 771 քաղաքացի։ Վարչապետի մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությանը տեղեկացրել է նախարար Անահիտ Ավանեսյանը։ Երկրի ղեկավարը կարևորել է առողջապահական հաստատություններում վճարովի ծառայությունների դիմաց կանխիկ վճարումների բացառումը, ընդգծել հակառակ դեպքում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ առողջապահական հիմնարկի նկատմամբ սանկցիաներ։ Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում։ Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Ռուսաստանից ամենաշատ շոկոլադե արտադրանքը գնել է Ղազախստանը, հաջորդում են Բելառուսն ու Ուզբեկստանը, համապատասխանաբար 123 միլիոն եւ 68 միլիոն դոլարով։ Հնգյակում են նաև Ադրբեջանը, որը 48 միլիոն դոլարի շոկոլադ է ներկրել, եւ Հայաստանը 28.5 միլիոն դոլարով։ Դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրը Կոմիտաս 44 շենքի բակներ։ Երկու անհայտ անձ ատրճանակներից կրակոցներ էին արձակել, ու մինչև կժամանային քրեական ու համայնքային ոստիկանները հրազենային վնասվածքներով մեկ քաղաքացի էր տեղափոխվել հիվանդանոց։ Հետո արդեն պարզ դարձավ վիրավորը քրեական պատմություններով հայտնի Չաղրուստամի Ռուստամ Ստեփանյանի հայրն է։ Տեղում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 12 կրակոց էր եղել, որից 9 դիպել էր մեքենային, 3-ը վիրավորին։ Հետո արդեն դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser Praton։ Ահա այստեղ Toyota Mavic-ի ռուսական համարանիշներով կայանված ավտոմեքենայի վարորդի կողքի հատվածում հայտնաբերվել է կրակոցի մոտ 9 հետքեր։ Դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նաև ատրճանակից արձակված պարտուշներ։ Արդեն հունվարի 2-ին Երևան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռուստամ Ստեփանյանի հայրը գիտակցության չգալով մահացել է։ Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տոնական օրերի նաև հրդեհների պակաս չի եղել։ Հունվարի 1-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Կրակը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 29 կոտրակ շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։ Ժամանել էին փրկարարները, ինչպես նաև հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Ժամանային հրշեջները կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները։ Փրկարարները տարհանել են 34 քաղաքացու, որոնցից 11-ին ծխապատ գոտուց, իսկ մի քանի երիտասարդ էլ մինչև հրշեջների ժամանելը կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին ու տեղափոխել հարևան սենյակ։ Հետո արդեն բժիշկները տեղում նրան օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները տատիկին անվասայլակով 7-րդ հարկից իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնությանը։ Հետո բժիշկները նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում նաև շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու, միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ։ Նաև 3 հրշեջ է օգնություն ստացել, քանի որ աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ էին ստացել։ Տեղում էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի պարեկները, Գազպրոմ Արմենիա եւ Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցը։ Պարզվել է, որ շենքը գազաֆիկացված չէ, մյուս հանգամանքներն էլ պարզվում են։ Իսկ դեկտեմբերի 31-ին Նորարեշ 35 փողոցում գործող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում է հրդեհ բռնկվել։
Երևանի շրջփրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ է ժամանել։ Նրանց հաջողվել էր սկզբում մեկուսացնել, հետո մարել կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի բարեկները։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։ Վայոց ձորի մարզում ապրող Լիաննան երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ասում է, վատ չէր լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը։ Մարզում ցերեկային խնամքի կենտրոն բացեր։ Գոնե օրվա 1-2 ժամը կշփվեին, ժամանակ կանցկացնեին, սրտնեղում է։ Բարոյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ որ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ էլի այդ հոգատարությունը այդ ամեն ինչը օրնել հագեցած կանցներ լավ կանցներ շատ հաճելի կլիներ էլի մենք եք զգանք որ մենք էլ ենք ինչ որ մեկին պետք ինչ որ բանի պիտան ենք մենք էլի թեկուզ ինչ որ մենք էլ այնտեղ մի բան անենք չենք կարող ասենք նորմալ շարժվել բայց գոնե վերքերը աշխատում է որ չէ աշխատանք անենք Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ առանձնացված էր տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ներդրումն ու զարգացումը։ Նախատեսվել էր, որ մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար պետք է ստեղծվեին ցերեկային կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն եւ ընդլայնել տնային խնամքի ծառայությունները հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ ծրագրածը չեն ավարտել ոչ միայն 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն կատարել։ Մինչ օրս նաև ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Վայոց ձորից բացի կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ցերեկային կենտրոնները պետք է առաջնահերթ ստեղծվեին նաև Արմավիրի, Արարատի, Արագածոտնի եւ Եղարքունիքի մարզերում։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով էլ նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, որ այս ծրագրերը պետք է պատշաճ կերպով իրականացնեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ կերպով մասնակցել հանրային կյանքին։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռում շարունակական կրթություն ստանալ, ենթադրենք համակարգչային դաշտում, ձեռագործի, ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել, ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը, որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում։ Սոցիոլոգը ասում է, ի վերջո ցերեկային կենտրոնների առկայությունը հնարավորություն է ընձեռում հաղթահարել տարեցների մոտ մշտապես առկա հաղորդակցության խնդիրները։ Ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլ նաև ժամանց են կազմակերպում, ինչը տարեցների համար ինքնադրսևորման հնարավորություն է։ Ռուսաստանը շարունակում է երկարաձգել պատերազմը, նպատակ ունենալով առավելագույն վնաս հասցնել Ուկրաինային, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով վերջին հարվածները թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոց, սննդի արտադրամաս եւ էներգակիրներ, ինչը վկայում է, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում դիվանագիտական ջանքերին։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի իրավիճակում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կվերահսկի իր ղեկավարած պաշտոնյաների խումբը Մարկո Ռուբիոյի, Փիթ Հեքսեթի, Ստիվեն Միլլերի, Վենսի մասնակցությամբ։ Թրամփը նշել է, որ վերջնական որոշումները կայացնելու է անձամբ ինքը։ Նա նաև ասել է, որ Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Ռոդրիգեսը համագործակցում է Ամերիկայի հետ, ակնարկելով, որ համագործակցության դադարեցման դեպքում հնարավոր է նոր ռազմական միջամտություն։ Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի նախագահ Մադուրոն իրեն ռազմագերի է անվանել, որից հետո դատավորը ընդհատել է նրա ելույթը։ Ես պարկեշտ մարդ եմ, ես դեռևս իմ երկրի նախագահն եմ, ես ինձ ռազմագերի եմ համարում, ինձ գերի են վերցրել Կարակասում գտնվող իմ տանը, իսպաներենով ասել է քաղաքական գործիչը։ Նյու Յորքի դատարանը Մադուրոյի գործով հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 17-ին։ Միևնույն ժամանակ Վենեսուելան հայտարարել է զորահավաք, իսկ նավթարդյունաբերության եւ այլ ոլորտների աշխատողների համար հայտարարվել է ռազմական ռեժիմ։ OPEC+-ի 8 երկրներ որոշել են 2026 թվականի առաջին եռամսյակում պահպանել նավթի արտադրության աճի դադարը, թողնելով արտադրությունը դեկտեմբերի քվոտաների մակարդակում։ Կարտելում նշել են, որ սահմանափակումները կարող են աստիճանաբար վերանայվել շուկայական պայմաններից կախված։ Սահմանվել են նաև երկրների քվոտաները փետրվար-մարտ ամիսների համար, այդ թվում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ մյուս անդամների համար։
Փարիզում ձյան առատտեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել։ Խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կիլոմետրը, չվերթների 15%-ը չեղարկվել է։